Բայց ինքը պարլամենտ անցնելու խնդիր ունի, հələ թող նա դրանով զբաղվի։ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը պնդում է, իր տվյալներով երկրորդ նախագահի առաջնորդած ուժը հունիսին կայանալիք ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունի։ Քոչարյանը այլ բան ունի անհանգստանալու, հաջորդ պարլամենտական ընտրություններին ինքը հատելու է շեմը դաշնակցության հետ եւ հայտնելու է պարլամենտում թե իր ամբողջ ընդդիմադիր ռեսուրսը, որը որ հայկական դաշտում կա, այլ կուսակցություններ են վերցնելու իմ տվյալներով, իմ ինֆորմացիայով միանշանակ այդ խնդիրը ինքը ունի։ Թե որտեղից իրեն այդ տվյալները խորհրդանի խոսնակը չբացահայտեց, բայց պնդեց, թե 2021-ին Քոչարյանին ձայն տվածների մեծ մասը հունիսին կայանալիք ընտրություններում այլևս երկրորդ նախագահի օգտին չի քվեարկելու։ Ալեն Սիմոնյանի համոզմամբ Քոչարյանի ընտրազանգվածի մեծ մասը իրենց ձայնը տալու է ընդդիմադիր այլ ուժի։ 2021-ին Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքը ստացել էր ավելի քան 260,000 ձայն։ Տեսեք, ես այնուամենայնիվ ինչ-որ քաղաքական գիտելիքներ ունեմ, չէ, ինֆորմացիա ունեմ, ես վստահ եմ, որ 2-3 ընդդիմադիր ուժ կարող են հատել անցողիկ շեմը, որոնցից երկուսը ակնհայտ կամ չեն հատելու, կամ դժվարությամբ են հատելու, այսինքն լինելու է մի հատ մեծ որևիցե ուժ, դա արդեն ընտրարշավը ցույց կտա։ Կարծում եմ, որ կամ այս նոր ստեղծված մեր ձևով տարբերակն է, կամ Ծառուկյանի տարբերակն է, իրանք երկուսով են մրցելու առաջին ընդդիմադիր ուժ լինելու համար, Քոչարյանը, թե որտեղ իրանք երկուսն է ձայն են տանելու եւ ձայն են տարել Հայաստան դաշինքի այդ, այսպես ասած, ընտրազանգվածից։ Արձագանքելով Ալեն Սիմոնյանի այս պնդումներին երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը Ազատությանը փոխանցեց, որ իրենց հարցումները բոլորովին հակառակ պատկերն են արձանագրել, սակայն չմանրամասնեց, թե ինչ պատկերի մասին է խոսքը։ Մենք Հայաստանում արել ենք շատ մեծ ընտրանքով թարմ հարցումներ, որոնք արձանագրել են Ալեն Սիմոնյանի նշած պատկերի տրամագծորեն հակառակ արդյունքը։ Իսկ գետնի վրա արդյունքը կտեսնենք հունիսի 7-ին։ Գրեթե վստահ եմ, որ մոտ օրերս իշխանությունների կողմից ուղղորդված տարբեր հարցումներ կհայտնվեն, սակայն իրականությունը տրամագծորեն հակառակն է։ Իդեպ Բագրատ Միկոյանը նաև տեղեկացրեց, որ մարտի կեսերին կհայտարարվի Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուի մասին։ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսում ասել էր, թե վարչապետի հավանական թեկնածուն ինքն է, բայց վերջնական որոշումը կկայացնեն սոցհարցումներից հետո։ Եթե սոցիոլոգիան ցույց տա, որ ես եմ ամենից մեծ ձայներ բերող, այսպես ասենք, ուրեմն ես եմ ունոր։ Եթե հայտնվել է մեր դաշինքում որևէ մեկը, որը կարող է ավելի մեծ, այսպես ձայներ ապահովի, ուրեմն նա է։ Մարջ են գալի, ասեք, դուք ասեք, դուք ինչ եք ուզում, ես ասեմ, ես ինչ եմ ուզում։ Կասկածի տակ դնելով Քոչարյանի առաջնորդած ուժի խորհրդարան անցնելու հնարավորությունն ազգային ժողովի նախագահը փոխարենը պնդում էր, թե վարչապետ Փաշինյանի իշխող ՔՊ-ն հունիսի 7-ին շատ ավելի մեծ թվով ձայներ է ստանալու, քան նախորդ ընտրություններում։ 2021-ին ՔՊ-ի օգտին քվեարկել էր ավելի քան 680,000 ընտրող։ Ես ձեր հետ մարջ եմ գալիս, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շատ ավելի շատ ձայն է ստանալու, քան 2021 թվականին։ Պատրաստ եք։ Մինչ ՔՊ-ն ու Քոչարյանի թիմը հերակավիճում են, թե ով որքան ձայն կհավաքի հունիսի 7-ի ընտրություններում, երրորդ նախագահի թիմը կրկին իմպիչմենտի մասին է հիշեցնում։ Դեմ լինել իմպիչմենտին նշանակում է դեմ լինել փողոցային պայքարին։ Ինչու ընտրություններից 3 ամիս առաջ Սերժ Սարգսյանի առաջնորդած հանրապետականը որոշեց եւս մեկ անգամ թարմացնել Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու հարցը։ Վարչապետին խորհրդարանում անվստահություն հայտնելու հանրապետականի նախաձեռնած գործընթացը անցած տարի այդպես էլ որևէ արդյունք չտվեց։ Ընդդիմադիր երկու խմբակցությունների ձայները չեն բավարարում, որ նրանք ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնեն։ Անհրաժեշտ 36-ի փոխարեն ունեն 34 ձայն, իսկ որպեսզի նախագիծը ընդունվի, 54 падգամավոր պետք է կողմ քվեարկի։ Այսինքն մոտ 2 տասնյակ իշխանական падգամավոր պետք է միանա ընդդիմության իմպիչմենտի նախաձեռնությանը, ինչն այդպես էլ տեղի չունեցավ։ Հետևաբար ինչն է ստիպում երրորդ նախագահին ընտրություններից առաջ ընդդիմադիր ուժերին կրկին փողոց դուրս գալու առաջարկ անել։ Արդյոք այս կերպ հանրապետականը չի թիրախավորում հենց ընդդիմադիրներին, ընտրություններից առաջ քաղաքական ուժերին կանգնեցնելով հերթական ցախողված փորձի առաջ։ Դուք համարում եք, որ իրողություններ չեն փոխվել։ Հայաստանում իրողություններ են փոխվում ամեն օր։ Եվ եթե Հայաստանում կա մի ընդդիմադիր, որը կկանգնի ու կասի, որ ինքը փողոցային պայքարին դեմ է, ես շատ զարմացած կլինեմ։ Պատիվ ունեմ խորհրդարանական խմբակցության ղեկավար հանրապետական Հայկ Մամիջանյանը կարծում է, որ իմպիչմենտն ու ընտրական պրոցեսները իրար չեն հակասում, այլ փոխլրացնում են։ Անկախ արդյունքներից ՀԿ-ում կարծում են, որ փողոցային պայքարը կստիպի իշխող ՔՊ-ին ետ կանգնել ընտրակեղծիքներից։
Եթե իմպիչմենտի օրակարգով գեներացվի փողոցային հուժկու պայքար, նույնիսկ եթե այն չհասնի իր նպատակին, ապա այն հավելյալ լծակ է իրական ընդդիմության ձեռքում, որ เป զի զսպեն իշխանություններին կեղծիքներ, խախտումներ անելը, որոնք իրենք միանշանակ անելու են։ Սա դրությունները ինչ իմպիչմենտ, ինչ փողոցային պայքար։ Հա, բայց հանրապետականները չգիտեմ, ասենք 400 հոգի մարդ չունեն, իրանք ընտրություններին մասնակցեն, իրանք ինչ իմպիչմենտ անեն։ Հանրապետականի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը երեկ էր դիմել կուսակցության գործադիր մարմնին, խնդրելով քննարկել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու եւ վարչապետին անվստահություն հայտնելու օրակարգի շուրջ ընդդիմադիրներին միավորելու հարցը։ Իր կուսակցի այս առաջարկին Հանրապետականը խոստանում է արձագանքել առաջիկայում գումարվելիք գործադիր մարմնի նիստից հետո։ Ես էլ չգիտեմ իմաստը որն է, ես չգիտեմ հիմա ասենք, ես անընդհատ զարմանում եմ, թե այդ մարդիկ ոնց են տասնամյակ շարունակ երկիր ղեկավարել։ Երրորդ նախագահի առաջնորդած ուժը դեռևս որոշում չունի մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին, թե ոչ։ Սերժ Սարգսյանը խոստացել է այդ հարցի պատասխանը տալ այս ամսվա վերջին կամ ապրիլի սկզբին։